օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին կամք քո, որպես հերգինս և հերգրի։ Ըսված մեր հանապազոր դուր մեզ այսօր, և թող մեզ ըսվարդիս մեր, որպես և մենք թողունք մերոց վարդաբանած, և մի տանիր ըսմեզի փորձություն, այլ բրգյա ըսմեզի չարել, զիքո է արկայություն և զորություն և պար արգյանս արինենից ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս հորել և խոսել և կործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորրտոց, իմանից և իգործոց բրգյազիս, և ողորմյա քո արարածոց, և ինձ հասնամելիս, ամեն։ Գահաբադանք ամենասուրբ երորդության, հորը, որդիին և սուրբ ոգիին, գահաբադանք Գաբրիելի ծերան ավետումին, Քրիստոսի ծնունդին, մգրտության, չարչարանքներուն, խաչելության, երեկորյա թաղումին, հարության, աստվածապես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու բարավոր երկրորդ կառուցվին, գնդունինք և գահավատանք, ամեն։ Ռամեցեք։ Ընդհանրապես սիրելիներ, այս կյանքը, որ օրե-օր գտեսնենք, որ ավելի չարությամբ կլեցվի, և գտեսնենք, որ դժբախտաբար չարերը ավելի լավ դեղ կհասնին, ավելի լավ վիճակի կհասնին, ավելի լավ հարստության կհասնին, քան թե բարիները։ Եվ ատկի դարված դժբախտաբար հավատացյալներին շատեր, տեսնելով այս անարդար կյանքի անարդար վերաբերմունքը, չարերու նկատմամբ ունեցած արագությունը, իսկ բարիներու նկատմամբ ունեցած գարջությունը, ընդհանրապես դժբախտաբար այսպես կոչված գնախանցին բարիները չարերուն և գսեն, եթե ես իմ քրիստոնեական կյանքս պիտի ապրիմ, ամեն ինչ պիտի անեմ, որ Աստված հաջողացնեմ, բայց ես զրկված պիտի ապրիմ, իսկ այս չար մարդը, որ ավելի չարությամբ կապրի, անօրենությամբ կապրի, սդախոսությամբ կապրի, մեղքերով կապրի, խաբեբայությամբ կապրի, կողնալով կապրի, ավելի լավ կապրի, այս կյանքի մեջ մեկ անգամ պիտի ապրի։ Ուրեմն կնախընտրեմ ես ալ իր ընթացքն ընթանալ, որպեսզի հանգիստ կյանք ապրիմ։ Ասիկա փորձություն մնե սիրելիներ ուղղված բոլոր հավատացյալներուն, բայց լավ գիտնանք, իմաստուն է այն մարդը, որ իր աչքը միայն այս կյանքի վրա չի բահեր, այլ իմաստուն է այն մարդը, որ այս կյանքի մեջ, այս կյանքի մեջ են հավերական կյանքը կտեսնե։ Հիսուսի խաչը սիրելիներ թեպի երկինք բարձրացող է, և քրիստոնեական կյանքը խաչի ճանապարհ է։ Այն որ խաչի ճանապարհին կանցնի, ան է որ երկինքը բարձրանա։ Եվ Հիսուս երբեք Աստվածաշունչի մեջ դերմը մեջ չխոստացավ, երբեք ասելով, որ այն որ ինձի գետևի, հանգիստ կյանք պիտի ապրի, խաղաղ բարոր կյանք պիտի ապրի, ընդհակառակը դեր ասավ, այն որ գուզի է ինձի հետևիլ, թող ինչն է, խաչը առնե, թող ուրանա իր անձը և խաչը առնե և հետևես կա։ Եվ այդ խաչի ճանապարհը Հիսուս ինք ցույց տվավ, առաջին անգամ ինք արեց այդ Գողգոթայի ճանապարհը։ Բայց Գողգոթան կյանքի վերջը չէ, դարաբանքը կյանքի վերջը չէ, այլ ատկի վերջ հարությունը կա, ատկի վերջ փառավորումը կա, ատկի վերջ մեր հաղթանակը կա։ Եվ այսօր մեր հավաքական ընթերցանության համար ընտրած եմ Սաղմոս առաջինը, արտարներու երանությունը, թե ինչպես արտարները պիտի ձաղկին արմավենի պես, իսկ ինչպես անօրենները դուրս պիտի տրվին։ Եկեք սիրելի քույրեր եղբայրներ, մենք մեր աչքերը Աստուծո ուղած կալենք։ Պետրոս Արաքյան, երբ որ տեսավ Հիսուսը փոթորգոտ ալիքներուն վրայեն գկալեր, իրենս
ասավ դեր եթե թունես, արդոնե որ կովդ կամ։ Հիսուս ինչ երավ, Հիսուս չխաղաղեցուց պոտորիգը, չսա Պետրոսին, սպաս է Պետրոս, մեկ բան է։ Խաղաղեցնեմ պոտորիգը, անիկները հանդարտեցնեմ, հետո արի, հետո եգու։ No, Հիսուս այդ պոտորիգին մեջ Պետրոսին ասավ, եգու։ Պետրոս, նավագեն է որ բարիչապ իր աչկերը որու էին, Հիսուսի, սկսավ չուրերու վրային կալել։ Բայց այն վարգանին, որ Պետրոս իր աչկերը դիրոջ աչկերեն հերացուց և գետրոնացուց յանքի պոտորիկներու վրա, ինչ եղավ, սկսավ ընգղմիլ և աղաղագեց դեր ազադի ինձի, ես դարձյալ Հիսուսի ծերքն էր, որ պրնեց իրեն սելով, թերահավատ, ինչու կասկացեցան, սիրելի կույրեր եղբայրներ, այս կյանքը շուկն է հավիլնական ճշմարիտ կյանքին, այս կյանքին մեջ են մենք պետք է կալենք Աստուծո մեր հայացքներու ուղած, առանց շփոթելու, աշխարհի մեջ շատ ցայներ պիտի կան մեզի, շատ հրավերներ պիտի կան, բայց մեր աչքերը դիրոջ ուղած պիտի տան, որքանալ մենք մեր կյանքի նավակը փոթորիկներու մեջ լա։ Մի ասեք, որ որքան մեծ են դարաբանքներս, այլ ձեր դարաբանքներուն ասեք, որքան մեծ է մեր Տերը, որքան մեծ է իմ Աստվածս, որ զիս դարաբանքներեն դուրս կբերեն։ Եկեք միասին գարտանք առաջին Սաղմոսը։ Երանի անոր, որ ամպարիշ մարդոց խորհրդին չի հետևիր, մեղավորներու ապրելագերբը չն թորինակեր, և զաստված զաղմողներուն հետ ընկերություն չներ, այլ հաճույք կառնե դիրոջ օրենքեն, և անոր օրենքը գսերդե գիշեր ու ցերեկ։ Անիկա կնմանի հոսող չուրերու գողքին դնգված ծառին, որ ճիշտ ժամանակին իր բդուղը գուտա, և որուն դերևները չեն չորդար բնավ, անոր բոլոր գործերը հաջողությամբ կբսակվին։ Բնավ այսպես չեն ամպարիշները, այլ կնմանին հարթին, որ հովը գտարդղնե։ Ադոր համար ամպարիշները Աստուծո դատաստանեն պիտի չազատին, մեղավորները արդարներու գարկին պիտի չտասվին, որովհետև դերը գջանչնա արդարներուն ճամփան, մինչ ամպարիշներու ճամփան զիրենք գորուստի պիտի տանին։ Ինչպես որ երբ որ ճամփամը չես գիտեր, մանավանդ Ամերիկայի մեջը, այդքան հսկա դարածության մեջ ճամփաները ամենամարդ չի գիտեր, բնականաբար։ Ինչ կգործածենք GPS-ը։ GPS-ի վրա գտնես հասցեն և GPS-ը կեզիկ ճիշտ կդանե ուր այդ հասցեն։ Հավատացյալներս, Աստուծո վստահող զավակներս այս կյանքի մեջ հոգևոր GPS ունի։ Եվ այդ հոգևոր GPS-ին անունը Սուրբ Հոգի է։ Սուրբ Հոգին սիրելներ մեզ գարաշնորհ դեպի երկինք, ինչպես որ երբ որ ճամփա չեղիս, այդ մեքենան քեզի գսե, ռիկայլ քյուրետ կնե, ետ կվերը հաշվե ճանապարհները եւ քեզի գսե հետևե ինձի։ Երբ շվարիս նորեն քեզի ռիկայլ քյուրետ կնե, երբեք ափ չի չեղանար վրա, չի բարգանար վրա GPS-ը։ Այնպես ar Սուրբ Հոգին մեզի այս ճանապարհներն գարաշնորհ դեպի երկինք։ Եվ Աստուծո հոգին է, որ գրնա մեզ միան երկինք առաջնորդել, որտեղ միան Աստուծո հոգին է, որ երկինք է մեզի ղրկված է, որպես բարգև։ Հետևաբար, սիրելի քույրեր եղբայրներ, այս կյանքի մեջը որքան էլ գեղեցիկ դուն ունենանք, մեր իսկական դունը ուր է, երկինքն է։ Այս ժամանակավոր դունը, ինչ որ ունենք, Աստուծո շնորհքն է, որ մեզի տված է։ Ադորամար շնորհակալ լանք։ Հացի այդ դունը, որում մեջ մենք կքնանանք, գաբրինք, ընտանիքի վայրը, նաև ունենք ուրիշ դումը, որ այս մեր մարմինն է։ Այս մեր մարմինն է ժամանակավոր է։ Այս մեր մարմինի մեջ չնան մեր հոգի միդել է, երտալու համար հավիլենական դունը, որպես երբ Քրիստոս կա, մեր մարմինները վերանորոգ է, հարավորված մարմին տա մեզի և հավիլենապես իր հետ ապրի։ Մենք ամենքս բադուղտ ենք։ Սիրելի քույրեր եղբայրներ, ովևէ մեկը իր հետ բամը բերած է այս կյանքի մեջ։ Տեսած եք մանուկը, որ երեխամը, որ իր մորը արկանտեն և որ դուրս կել է, իր ցերքի մեջ կրեդիտ քարտը լա։ Կամ բանկայի քացայի մփանալինը լա։ Ոչ։
Ոչինչ վերածենք այս կյանքի մեջ մեր հետ եւ ոչինչ ալ պիտի տանենք։ Բանտուղներ ենք տապարական։ Նայեցեք, մանավանդ հայ ժողովուրդը իսկական տապարական են։ Իսկական։ Մեծ հայրիկը դեղը ծնած կլա, մեծ մայրիկ ուրիշ դեղը ծնած կլա, բաբատ մաման ուրիշ դեղեր ծնած կլան, դուն ուրիշ դեղ ծնած ես, եղբայրդ քուրուդ ուրիշ դեղ ծնած են, զավակդ ուրիշ դեղ ծնած է, թորնիկդ ուրիշ դեղ ծնած է։ Ճիշտ է։ Այո։ Մեր վերջնական հայրենիք երկինքն է։ Եկեք երկենք միասնաբար բանդուղներ ենք տապարական։ Amen.
սիրածին հետ ապրիլ, այլևս աշխարհի հիմնամար հոգը չէ, ոչ հարստությունները, ոչ բանը, այնպես ալ մեր հարստությունը վերն է, դերն է, անունը Հիսուս է։ Այսպես սկսե դերը, ցանեցիր, հարցյալ ցան։ Ընդհանրապես, թե դաստիարակչական կյանքի մեջ թե ծնողներ, թե ուսուցիչներ, թե դաստիարակության պատասխանատուներ, հաճախ նոր սերունդի դաստիարակության մեջ գլուսադի նսելու համար, որ այս սերունդը ուրիշ է, այս սերունդը չի ասկլարպես, խոս մնիկ չներ։ Հաճախ նույնիսկ քարոզիչներու բարակային գլա, հոգևոր մարդոց բարակային գլա, որոնք ասեն, որ այս կան քարոզեցի, բայց արդյունք չդվա։ Սիրելի քույրեր եղբայրներ, մշակը, որ գծանե, սերմը գծանե, ինկաջեցնե, ոչ, իր բարդագանությունը ինչ է, ծանել, ծանել, շուրջը պորել, շուրդան, փուշերեն մակրել, աջեցնողով է, Աստված։ Այնպես ալ ծնողներ, ձեր զավակներու մեջ Աստուծո խոսքը սերմանեցեք, ցանեցեք։ Եվ ինչպես կցանվի Աստուծո խոսքը լսելի դարձնելով անոնց։ Ըսկուշը լալով, որ աշխարհի փուշերը չխեղդեն զինեն, իրեն շուրջը պորելով, այսինքն մեղքերեն հերու բայելու համար, չրելով, Սուրբ Հոգի ջուրով, գենարար ջուրով, որպեսզի աճի։ Հետևաբար մեր բոլորին գործն է առանց ուսադելու, ցանել եւ ցանել։ Եկեք միասին երգենք ցանեցիր երգը, Տիրոջ գոմեսված, որովհետև այսօր պիտի սերնենք սերնացանի արագը։ Ցանեցիր դարձյալ ու դարձյալ ցանել, ողնաժայրոտ և գամպարեմեր, ցանել ծառության նագիս կալեր, մշակն անպայման իր վարձք լիդարներ, ցանել է Սերնացանը երբեք չի ուսադիր, սերնացանը համբերող գլա, և որ սերմը գծան է ամիջապես կաջի, ոչ, երկար ժամանակ կուզե, այնպես ածնողներ, զավակ բերելը դերևս ամենեն հեշտ բանն է, և ադալ մեծ բան է, բայց ամենեն ծանր բանը
զավակ դաստիարակելն է, Աստուծո սիրով, Աստուծո երկրով։ Արի եկացեք սիրելի քույրեր, եղբայրներ, մայրեր եւ հայրեր, ողջունեմ ձեզ Քրիստոսի քաղցր սիրով, Հիսուսի բարի ժպիտով։ Ողջունեմ բոլոր անունք, որոնք միշտ ներկայ են, ողջունեմ բոլոր անունք, որոնք առաջին անգամ այսօր մեզի հետ են, եւ նաեւ բոլոր անունք, որոնք մեզի գտիդեն լայվ։ Եվ գաղութեմ, որ այս բաղը բոլորիս համար վերածվի ոչ միայն հոգևոր գիտության բահվան, այլ մանավանդ ինքնակնության, դե ինչ տեսակ հավատացյալներ ենք։ Այո, ամենք սա գսենք, որ կհավատանք Աստծուն։ Ամենք սա։ Բայց այսօր դերը մեզի պիտի սորվեցնե, թե ինչ տեսակ հավատք ունենք Աստծու նկատմամբ։ Ինչպիսի հավատացյալներ ենք։ Որովհետև մեկը կգնասել, որ ես հավատացյալ եմ, կգնաս արարգել։ Չես կրնար արարգել։ Ով է հավատքը տեսնողը։ Աստված։ Աստված է, որ կտեսնե մարդուն սիրտը։ Մենք մարդուն թեմքը կտեսնենք, մարդուն արտաքինը կտեսնենք, բայց Աստված մարդուն սիրտը կտեսնե եւ մարդուն ողն ու ձուծը կգարտա։ Մենք կսերտենք Ղուկասու ավետարանը։ Անցնող շաբաթ ավարտեցինք 7-րդ գլուխը եւ տեսանք, թե ինչպես Հիսուս Փարիսեցի Սիմոնին դունը նստած եւ ջաշ կուտեր, հանգարց անարակ գինը, բորնիկ գինը եկավ, որ դարձի եկած էր, ապաշխարած էր։ Հետը սուղնոց յուղը բերած էր, թանկագին, թանկարժեք յուղ բերած էր, որ Հիսուսի գլուխը օծեր։ Բայց երբ Հիսուսի մոտեցավ, փղծկեցավ, լացավ, փլավ, Հիսուսին ոտքերուն ինգավ, սկսավ արցունք տապել, լալ արցունքները տապել Հիսուսի ոտքերուն վրա, մասերը կագեց, սկսավ Հիսուսին ոտքերը չորցնել։ Վերջը սկսավ համբուրել, անտատար, առանց կանգնելու։ Հետո յուղը արավ եւ օծեց։ Փարիսեցիները, ուսուցիչները, օրենքի ուսուցիչները, հրյա ղեկավարները, այլ խոսքով կրոնավորները, իրենց մեջը սկսան դրդնչալ, ասելու համար, որ եթե այս մարդը մարգարե է Հիսուսի համար, պետք է գիտնան, որ ով էր իրեն եկողը։ Եվ Հիսուս իրենց պատմեց, թե ինչպես երկու բարդականներ կային, երբ չգրցան իրենց բարդքը վճարել, մեկը 500 տարեկան բարդ ուներ, մեկը 50։ Բարդատերը երկուքին ալ ներեց, եւ Հիսուս ասավ, այս երկուքեն ով ավելի պիտի սիրեր իր դերը։ Բնականաբար այն, որ 500 տարեկան ուներ, այսինքն ավելի դասնաբադիկ ավելի բարդ ուներ։ Հիսուս ասավ, այս կնկամ մեղքերը շատ ավելի էին, ինք ավելի սիրեցրիս, որտեղ ներեցիր մեղքերը։ Սիրելի քույրեր եղբայր, կարևոր չէ, որ մարդկային կյանքի մեջ մինչև այս վարքյանը ինչ մեղք գործածի, մտածումով, խոսքով կամ գործով։ Կարևոր չէ այն իմաստով, որ հույսն ունիս Հիսուս Քրիստոսը, իր տապած սուրբ արյունը, իր բերած փրկությունը։ Դերը երբեք քեզ մեկ գրնակ չի դարձնել, եթե դու իր մեկ գրնակ չդարձնես։ Դերը պատրաստ է ամեն տեսակի մեղքերը իր արյունով լվալու, բարձրապես դու որոշում պիտի առնես։ Ետ չդառնալու մեղքերուդ։ Դերը ասավ, որնի կնոջ, որ ներեց, որու ներեց սավ, քնա խաղաղությամբ մեղքերը ներված են։ Սիրելի քույրեր եղբայրներ, մինչև այն ադեմ, որ մեր մեջ ծածկված մեղք կա, մենք խաղաղություն պիտի չունենանք մեր սրտի մեջ։ Մեր հոգին պիտի խռովի, որտեղ մեղքը Աստուծո դեմ ապստամբություն է։ Այն որ կհամարի մեղքի մեջ մնալ, կնշանակի, որ գանդեսես Աստված։ Եվ երբեք խաղաղություն պիտի չունենա, որտեղ խաղաղությունը արտաքին վիճակները չի կար մարդու մեջ։ Խաղաղությունը մարդու հոգին մեջ են դուրս կուկա, Աստված է որ անոր կուտա։ Հիսուս կսե, ես ձեզ իմ խաղաղությունս կուտամ, որ աշխարհի խաղաղությունեն դարձել է։ Այսօր պիտի տեսնենք սիրելիներ, թե ինչպես դեր Հիսուս Քրիստոսի կյանքի մեջ ոչ միայն իր 12 առաքյալները իր հետ կբդդեին, այլ նաև Հիսուս իրեն համար ընտրեց աշակերտուհիներ, գիներ, հոգևոր գիներ։ Այսօր Փառք Աստուծո, որ գաբրինք այնպիսի երկրի մեջ, որ գիները մեծ ազատություն ունին։ Երբեմն նույնիսկ ավելի ազատություն ունին, քան տղամարդիկը։
Բայց երևակայեցեք 2000 տարիներ առաջ Հիսուսի ապրած ժամանակաշրջանին գիները ոչ մեկ արժեք ունեին։ Գիները հավասար էին կորձիկի, արարգայի։ Այս տախտակը կամ գինը հավասար էր մարդոց համար։ Գինը ոչ մեկ խոսք ուներ, ոչ մեկ արժանիք ուներ, ոչ մեկ բադիգ ուներ։ Ստրուգի նման կգործածվեր գինը։ Գինը երեխան։ Ամբողջ աշխարհի պատմությունը հեղաշրջողը Հիսուս եղավ։ Հիսուս է որ գնոջ բադիվը բարձրացուց։ Հիսուս է որ մարդոց կողմէ ստեղծված դասագարդային խտրականությունը վերացուց։ Ասելու համար ինչպես Պողոս Արաքյալը ինքը պիտի բանացևեր Քաղաքացիոց նամակի 3-րդ գլխու 28-29 համարներու մեջ, որ այլևս ոչ հրյայի, ոչ հեթանոսի խտրություն կա, ոչ Զարայի եւ ոչ ստրուգի եւ ոչ ալ արուի եւ ոչ ալ էքի։ Անորոման էր չէ որ Աստված երբ որ մարդը Ադամը ստեղծեց, ապա գինը ստեղծելու համար Աստված հողին չարավ ու գինը չստեղծեց, ինչպես մարդուն ստեղծած էր։ Այն իր գողի ոսկորները մեկ արավ։ Աստված մարդուն ոտքի ոսկորները մեկը չարավ, գինը չստեղծեց, որովհետեւ գինը մարդեն ավելի ըստորատաշ չլա։ Եվ ոչ ալ մարդուն ուսեն կամ գլուխեն ոսկոր մարավ Աստված եւ գինը ստեղծեց, որովհետեւ գինը մարդուն գլխուն վրա չլա, կերատաշ չլա։ Փառք Աստծո։ Այն ստեղծեց իր գողեն ոսկոր մարներով։ Իսկ գողը ինչն է մարդուն հավասար բաժինը։ Ադորամանը որ հայերենի մեջը ինչ կսենք գողագից։ Այո, գողագից իմ գողես ելած։ Հավասար բաժին է։ Դերը հավասարություն բերավ աշխարհի մեջ։ Արու եւ էքի։ Եվ հիմա այդ հավասարությունը գործնականորեն ցույց տվավ Հիսուս իր հետ շրջեցնելով նաեւ հոգեվոր գիներ։ Եվ այս հոգեվոր գիները պիտի տեսնենք որ սիրելիներ, երբ որ Հիսուսի մոտեցան, բժշկվեցան իրենց ծավերեն, հիվանդություններեն եւ իրենց ամբողջ կյանքը նվիրեցին Տիրոջ։ Նվիրեցին ծառայելով։ Այո, գիներուն արդոված չէ քարոզիչ դառնալ, բայց գիներուն մեծ բարդականություն դրված է Քրիստոսի խոսքը տարածել իրենց ապրած կյանքով ու ծառայությամբ։ Ավետարաններու մեջ կտեսնենք, որ Հիսուս գիներուն շատ մեծ արժեք տվավ։ Անոր օրինակ Լուկաս ավետարանիչ, մինչև այսօր ինչ որ սերվեցին, տեսանք թե ինչպես գխոսեր Սուրբ Մայրիկ Աստվածավոր մասին, գխոսեր Եղիսաբեթի մասին, խոսեցավ Նայինի Բադանիին մերած Բադանիի մորը մասին, այրի գնոջ մասին, խոսեցավ Որնիկ գնոջ մասին։ Կամ պիտի տեսնենք ավետարաններու մեջ կտեսնենք ընդհանրապես թե ինչպես Հիսուս հանդիպեցավ Չրորի մոտ Սամարացի գնոջ, կամ այցելեց Մարտայի եւ Մարիամի, կամ արունահոսություն ունեցող գնոջ բժշկություն շնորհեց, կամ այն Որնիկ գնոջ, որում պիտի քարգոծեին ու սպանեին, դերը ներեց։ Այլ խոսքով սիրելիներ, Հիսուս այնպիսի արժեք տվավ գիներուն, որ գիները Աստվածաշունչի մեջ, նոր գդակարանի մեջը ամենեն հավատարիմները մնացին Քրիստոսին։ Երբեք չեք տեսնել նոր գդակարանի մեջ, որ ովևէ մեկին Հիսուսի հետ արարգություն գներ, վիճաբանության մեջ գինա։ Ոչ մեկին։ Եվ նույնիսկ երբ Հիսուսի առաքյալները Պետրոսեն սկսյալ որ գսեր, դեր, եթե նույնիսկ իմ ընկերներս բոլորս լգեն քեզ ու փախին, ես պատրաստ եմ իմ կյանքս տալու, բայց երբ որ Հիսուս սերբակալվեցավ, Հիսուսի աշակերտները ինչ եղան։ Փախան։ Ովքեր մնացին միայն Հիսուսի մոտ։ Բրավո։ Գիները մնացին, գիները մնացին, այո։ Եվ որովհետև գիները մնացին, գիները նաև արժանացան մեծ շնորհքի։ Ինչ։ Հիսուս իր հարություն առնել է վերջ առաջին լուրը որոնց տվավ։ Գիներուն տվավ։ Մարիամ Մագդալինացին երևցավ, մյուս գիներուն երևցավ։ Մեկը ասա որ գիտես ինչու այսօր գիներուն երևցավ, ասի ինչու, ասա որովհետև այդ ժամանակ ռադիո չկար, գիներուն ասա որ շուտ դարացվել լուրը։ Ամենայն դեպս
որպես վարձատրություն իրենց հավատարմության, որովհետև գիներն են, որ Երուսաղեմի մեջ կուլային եւ Հիսուսը սա ով գիներ, միլա գիտրաս։ Գիներն են, որ Հիսուսի խաչին դակ ներկա էին։ Գտեսնեք ուրեմն սիրելիներ, որ դերը որքան արժեք տվավ։ Անցնենք սերողության 8-րդ գլխու առաջին համարը։ Այսօր Աստված բաբան եթե կյանք տա, պիտի սերդենք 15 համարները։ Անգեյետ Հիսուս 12 աշակերտներուն հետ քաղաքներն ու գյուղերը կշրջեր, քարոզելով եւ Աստծո արքայությունը աբեդելով։ Անգեյետ, ինչ բան է ետ։ Արդյոք այն ջաշեն ետ, որ Հիսուս ելա Փարիսեցի Սիմոնին դունեն ետքը, գրնա լալ, որ այդպես նշանակել, բայց գրնա նաև ընդհանուր գերբով նշանակել սիրելներ, որ Հիսուս այս ալ կատարեց, այսինքն սկսավ շրջին, քաղաքներն ու գյուղերը։ Բայց ես կխորիմ ուրիշ բանը, ինչ։ Մինչև այս գլուխը, մինչև 7-րդ գլուխը, որ մենք սերդեցինք, տեսանք, որ ընդհանրապես միշտ Հիսուս բաբան շաբաթ օրեր ուր գայցելեր ժողովարան, այսինքն սինագոգ, ինչ ինելու, աղոթելու եւ կարոզելու, շատ լավ։ Հիսուս ամեն անգամ որ այցելեց մեղավորներուն դունը, այս որնիկ կինալ եկավ Հիսուսի ոտքերը լված։ Ովքեր Հիսուսի դեմ ելան, փարիսեցիները եւ օրենքի ուսուցիչները։ Ասկե վերջ կտեսնենք, որ Հիսուսի դիմաց ժողովարանի դռները փակվեցան։ Այլևս փարիսեցիները, օրենքի ուսուցիչները չուզեցին, որ Հիսուս իրենց ժողովարանները մտնե եւ աղոթ կնե, քարոզե։ Այսպես է կյանքի մեջ է։ Եվ որ ղեկավարներ ովևէ մեկեն խրճին, ովևէ մեկու նկատմամբ նախանցով լեցվին, ամեն թուր կփոցեն դիմաց փոցեն։ Բայց երկրպիտուրը կփակվի։ Ոչ։ Հիսուս ինչ ըրավ։ Հիսուս ժողովարաններու մեջ սկսավ չկարոզել, որտեղ ընդունված չէ։ Սկսավ ուր կարոզել։ Քաղաք է քաղաք, գյուղ է գյուղ, ամեն տեղ այցելեց։ Նայեցեք մեծ քաղաքներ չեն միան, այլ գյուղ է գյուղ, այսինքն ամենեն աննշմար վայրերն անգամ գնաց։ Ինչպես որ օրը սնցոտի հակած, մաքուր հակուշ չհակած, մեկը եկեղեցի պիտի մտներ, որ աղոթ կներ, գիրագիորով, իրեն դուրս կվրընդեն, իրեն կսեն, որ չես կնար եկեղեցի մտնել, կսեն կուսեն մտնել աղոթել, կսեն չես կնար մտնել։ Մարդը ջարահատ, հուսահատ, դուրս կել եկեղեցի են, եկեղեցի դիմաց գանքար մը գա, ստեյշն մը գա, բաս ստեյշն մը գա, հոնգը նստի, անգարց, կտեսնե, որ կողը ուրիշ մեկն անստած է, այդ մարդ իրեն կսե անձանոթը, կսե ինչու եկեղեցի չես մտնել, կսե ինձի դուրս վրընդեցին կսե, կսե ինչու, կսե ոյդև լավ հակուշ չէի ակած, կլուխը կշարժե, այս մարդը կսե, տուն ինչու եկեղեցի չես մտնել, կսե ոյդև ինձի ալ վրընդեցին դուրս, կսե ով ես տուն, կսե ես Հիսուսն եմ, շատ կան եկեղեցիներ սիրելի քույրեր, այո Քրիստոսի անունով կխոսին, բայց Քրիստոս ներկա չէ։ Շատ կան քարոզիչներ, որոնք մեծ խոսքեր կխոսին, այո, հազարավոր մարդկանց դիմաց, բայց Հիսուսի ներկայություն չունին, Աստծո օգի չունին։ Սիրելի հարազատներ, մենք Աստծո հայրին դիմաց դիտենք։ Մենք մեզ ինչու Հիսուսը կփնտրենք։ Շահի համար, թե իսկապես Հիսուսը կուզենք մեր կյանքի մեջ։ Ուրեմն գտեսնենք, որ սիրելիներ Հիսուս քաղաքի քաղաք, գյուղը գյուղ գերտար եւ Աստծո կարոզեր, ինչ կսե, կարոզելով Աստծո արքայությունը ավետելով, կարոզելով եւ Աստծո արքայությունը ավետելով։ Հիսուս աշխարհ եկավ մարդոց ավետելու, ավետիս ինչ կնշանակի ավետիս։ Բարի լուր, ապրիկ, բարի լուր տալու։ Ինչ բանի բարի լուր տալու։ Որ մինչ մարդը, որ չեր գրնար, երկինք հասներ, մինչ մարդը իր մեղքերուն պատճառով, որ հատաբարտված էր մահվան, Հիսուս եկավ, որպես քարնուկ, բոլոր աշխարհի մեղքերը իր վրա առնելու եւ մեր բոլորին փոխարեն ինք զոհվելու, նահատակվելու եւ մեզի փրկություն շնորհելու։ Այս է ավետիսը, որ մենք այլևս մեր մեղքերու մեջ մեռած չենք, որ մենք Հիսուսի արունով փրկված ու լվացված ենք։ Այս է ավետիսը ամբողջ աշխարհին։ Հրյա ժողովուրդը
չհանդուրժեց այս ավետիսը, որովհետև հրյա ժողովուրդը հատկապես հրյա ժողովրդի հոգևոր վերնախավը իրենք կգարձեին ու կհավատային, որ միայն իրենք պիտի բրգվեին։ Իսկ մյուսները բոլորը քեմ երթային, պիտի մեռնեին, դժոխք երթային։ Իսկ Հիսուս եկավ ասելու համար, որ ամենքը հրավիրված էր արքայության մուտք գործել։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մեր կյանքին մեջը Հիսուսի այս քարոզությունը ոչ միայն մերը պետք է դարձնենք, այլ նաև մեր շրջապատին մեջը։ Բոլորին պետք է ավետենք։ Ամեն մարդ չի գրնար քարոզիչը լալ, բայց ամեն մարդ գրնա Հիսուսի վգան։ Նորեն գսեմ, ամեն մարդ չի գրնար քարոզիչը լալ, բայց ամեն մարդ կոչված է վգա լալ։ Նայեցեք սիրելներ, աղանդավորական խումբը կգոչվի ինչ Եհովայի վգաներ, բայց դժբախտաբար մոլորված են, իրենք ճշմարիտ Եհովայի վգա չեն, որտեղ Քրիստոսին չեն հավատար, Սուրբ Ոգին չեն հավատար։ Իրենք մեղքի վգա են եւ ոչ թե Եհովայի։ Ճշմարիտ Եհովայի վգաները մենք ենք, ճշմարիտ Աստծո վգաները մենք ենք։ Հավատքը մերն է, մենք ամճնանք, իսկ իրենք, որ սխալ հավատքի մեջ են, չեն ամճնանք։ Կտեսնեք սիրելիներ, որ որքան մեզ յուրաքանչյուրը պետք է հոգևորապես զինվի Աստծո խոսքը իր շրջապատի մեջ տարածելու համար։ Ճիշտ է, որ հսկա բազմությունը Հիսուսի հետևեր սիրելիներ, բայց ամեն մարդ Հիսուսի չէր հետևեր բարի նպատակով։ Ոմանք հետևեին քննադատելու համար Հիսուսը։ Հիսուսի խոսքերեն բամը քաղելու, որ վրան հարցակին։ Ոմանք հետևեին Հիսուսի բարձրապես օգտվելու համար Հիսուսեն, բժշկվելու համար, օգտվելու համար, գշտանալու համար։ Քիչերն էին, որ Հիսուսի հետևեին Հիսուսը իրենց կյանքի մեջ ունենալու համար։ Այսօր այդ փորձությունը քրիստոնյաներու կյանքի մեջն է։ Շատ քրիստոնյաներ կսկսին հավատացյալը լալ, կսկսին աղոթել այն բանին, եւ որ պետք ունին բանիմը։ Հրաշքը կխնդրեն, հարստություն կխնդրեն, հաջողություն կխնդրեն, առողջություն կխնդրեն, բայց մնացյալ օրերուն կմոռնան Քրիստոսը։ Ինչպիսի քրիստոնյա ենք մենք։ Գիրագնորյա քրիստոնյա, այսինքն գիրագի եկեղեցի կացածադենից մենք մեզ սուրբ կնենք եւ մնացյալ շաբթվան օրերուն մեղավոր կյանք մկապրենք, թե իսկապես մենք ճշմարիտ քրիստոնյա ենք օրը օրին, ամեն օր։ Չմոռնանք սիրելիներ, որ այս կյանքը ժամանակավոր է, վաղը Տիրոջ դիմաց պիտի կանգնենք։ Հետևաբար Հիսուսի հետևորդ լալը ուրիշ բան է, բարձ քրիստոնյա լալ ուրիշ բան է։ Հետևորդ լալ կնշանակի հետևիլ Հիսուսի։ Իսկ հետևորդ լալ կնշանակի ցկել, որ Հիսուս մեզ առաջնորդ է։ Ոչ թե մենք Հիսուս առաջնորդենք մեր ուզածը կատարելով, այլ ցկենք, որ Հիսուս ինք մեզ առաջնորդ է։ Եվ այդ ժամանակ է, որ մենք աշակերտ կլանք։ Աջախ ծնողներ գուրախանան գպարդանան, որ իմ զավակս Հարվարդ համալսարան կացել է, Օքսֆորդ համալսարան կացած է, եւ այլն մեծ համալսարաններ, իշալա ձեր զավակները մեծակույն համալսարան երթան, օրդնյալը լավ, բրավո, շատ լավ, իսկապես գնահատելի է։ Բայց այդ համալսարաններու վկայականները բացարձակ կերպով իրենց բրգություն չեն բերել։ Անիկա իրենց այս կյանքի մեջ որոշ հաջողության մթերներ կբանան, բայց ոչ երկնքի դռները։ Թող Օքսֆորդն ալ երթա, թող Բերկլինը երթա, թող ամենամեծ համալսարանները երթա, բայց Հիսուսի աշակերտ մնա։ Հիսուսի աշակերտ։ Ադրամար նայեցեք այստեղ գսե, Հիսուս 12 աշակերտներուն հետ քաղաքներ երթա։ Մենք Հիսուսի աշակերտ պետք է լանք։ Այսինքն, երբ որ աշակերտի մենք հարցնեմ, որ ով է ուսուցիչը, հպարտությամբ կսե, այսինչ մեծ գիտնականն է։ Երբ որ քեզի հարցնես, սիրելի մայր եւ եղբայր, սիրելի քույր եւ հայր, եթե մեկը քեզ հարցնե, ով է ուսուցիչդ, առանց վախի, առանց վարանելու հայտարարե, Հիսուս Քրիստոսն է ուսուցիչս։ Որովհետև
Երբ որ դու իր աշակերտն ես, քո կյանքդ խաղաղությամբ, ուրախությամբ, սրբությամբ, ապաշխարությամբ լեցուն կգա։ Այլապես բարձր աշակերտ կմնաս կյանքիդ մեջ։ Երկրորդ համար, իրեն հետ էին նաև գարկ մկիներ, ուրեմն ոչ միայն աշակերտներ, այլ նաև աշակերտուհիներ, աչքերնիդ լույս սիրելի մայրեր, քույրեր։ Հիսուս սեզ ալընտրած է, հավասարապես մարդոց հետ միասին։ Ամեն անգամ դղամարտիկը ցեզի գսեն, դուք խապեցիք մեզի, դուք, խնձորը գերակ, խնձորն ալ գերցուցիք։ Չուդեիք, այդ սիրելի քույրեր եղբայրներ, Աստվածամայրը բրգեց ձեր պատիվը։ Եվ Աստվածամայրով սկսավ գանանց մեծարությունը։ Եվ աբասիկը սկսան Հիսուսի հետ շրջիլ գսե, իրեն հետ էին նաև գարկ մկիներ, որոնք չար ոգիներ էին և հիվանդությունները բժշկված էին, ինչպես Մարիամը, որ մագդաղինացի կգոչվեր և որ մե 7 չար ոգիներ հանած էր։ Ուրեմն ասեմ, այս կիները, որոնք իր հետ էին, այսինքն Հիսուսի հետևորդ էին, իր հետ ըլլալ կնշանակե Հիսուսի հետևորդը լալ։ Ուրեմն նույն յուղաբեր գոչված գիներն էին, որ Հիսուսի հարության ժամանակ յուղ դարին, յուղ բերին, որ Հիսուսի մարմինը օծեն, ադրամար կգոչվի նաև, պիտի գոչվին յուղաբեր կանայք։ Այս գիները հավատարիմ գիներ էին, բայց չկարծեք, որ այս գիները երկինք են, սուրբ ծնած էին, չկարծեք, որ այս գիները ցավ, նեղություն չունեին։ Նայեցեք այստեղ ինչ կսե։ Անոր հետ կբդդեին գարկ մկիներ, որոնք չար ոգիները և հիվանդությունները բժշկված էին։ Ուրեմն այս գիները շատերը չար ոգի ունեին։ Սատանան իրենց նեղության մատնած էր, դարաբաց գիներ էին։ Եվ նաև հիվանդություններ ունեին, ամեն մեկը տեսակ մի հիվանդություն։ Սա ինչ կնշանակե։ Սա կնշանակե, որ մի թշկոյր սիրելի մայր և քույր, որ հիվանդ եմ, ես կարողություն չունեմ, ինչպես մի օգնեմ Հիսուսին։ Քու հիվանդությունդ պատճառ թող չլա, որ դու գաշկանտվիս, շղթայվիս, և չկարանաս ծառայություն մատուցանել Տիրոջ։ Ընդհակառակը, քու բոլոր հիվանդություններով հանդերձ, դու պատրաստ եղիր Տիրոջ ծառայելու, դերը քեզ կառաջնորդե այդ գործին։ Եվ այս գիները, որոնք չար ոգիները կտարաբեին, որոնք հիվանդությունները կտարաբեին, մեկ բան հավատացին, որ միայն Քրիստոս կրնա մեզ բժշկել։ Եվ ասին դեր, ղուրբան քեզի, բժշկե մեզի, և մեր կյանքը քեզի պիտի նվիրենք։ Ես գիշեմ ձերուկ մեկը գար, որ երբ որ հիվանդանար, բադարակ մտիկ կներ, երբ որ առողջանար, քեֆի երկեր մտիկ կներ, երբեք բադարակ մտիկ չերներ։ Ուրիշ մեկն ալ գիտեմ, որ երբ որ հիվանդ էր, հիվանդանոց այցելեցի իրեն, միան ախոտ կխնդրեր։ Հազիվ հիվանդութեն առողջացավ, հիվանդանոցեն դուրս ելավ, առաջին դեղը, որ այցելեց, Լաս Վեգաս էր, և ոչ թե եկեղեցի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ադորամար կսեմ, ինչ բանի համար դերը կպնդրենք։ Կպնդրենք օգուտ ունենալ օգուտ շահելու համար, թե ոչ կպնդրենք իսկապես զինք ունենալու համար։ Ճշմարիտ սիրահարը իր սիրածեն ոչ մեկան չի պահանջել ու չի խնդրել, մեկ բան կխնդրել, զինք։ Այնպես այլ, եթե Քրիստոս մեր սիրահարը չդարձնենք, ամեն անգամ միայն պահանջներ պիտի ունենանք, որ այս կուզեմ, այս կուզեմ, այս կուզեմ, այս կուզեմ, այս կուզեմ, այս կուզեմ, շատ լավ, սիրելի առազատներ, կխնդրեմ, մեկ այդ հարցում տանք, ամեն մեկս մեր կյանքը նայենք, որ Աստված մեզի ինչ օրհնություններ տված է դարիներու ընթացքին, հարցում, մենք ինչ տված ենք Աստծո, մենք ինչ տված ենք իր տվածներու դիմաց, իր անչափ տվածներու դիմաց։ Հիմա այս կիները երախտապարտ էին Տիրոջ, ամեն իմաստով, ինչու, որտեղ դեռ իրենց զիրենք բժշկած էր, չար ոգիները, հիվանդությունները, հիմա երախտապարտ էին, երախտաշատ էին, և անդորամար պիտի տեսնենք ինչ մեր ինչ պիտի լավ։ Ուրեմն, ովքեր էին այդ գիները, այստեղ Ղուկաս ավետարանիչ 3 անուններ գիշե։
Անուններեն առաջինը Մարիամ Մագդաղենացին է։ Ով է Մարիամ Մագդաղենացին։ Մարիամ Մագդաղենացին ընդհանրապես շփոթված է Որնի կնոջ է, ընդհանրապես նկարներում է ցույց կտան գեղեցիկ կինը, որ Հիսուսի դիը ոտքերուն դիմաց եկած է, ոչ սիրել է։ Անցյալ անգամից ես բացատրեցի, այսօր կբացատրեմ։ Մարիամ Մագդաղենացին որնի կին չէ եղած։ Աստվածաշունչի մեջ երբեք նոր գտակարանի մեջ իր մասին այդպիսի բան գրված չէ։ Ընդհակառակը գսվի որ Մարիամ Մագդաղենացի մեջ 7 չար հոգիներ կային։ Գիտենք որ 7-ն Աստվածաշունչի մեջ ինչի տիվ է կատարելության, ամբողջության։ Ուրեմն կնշանակե որ Սատանան ամբողջական ուժով ինչ եղած է հարվածած էր Մարիամը։ Այսօր ալ որքան Սատանան մարդոց կհարված է։ Գնալա որ մեղքեր ուներ։ Արին տված էր Սատանային եւ Սատանան հզոր ուժով մեջ մտած էր։ Բայց դիրոջ համար բան չկա անգարին, ինք մակրած էր զին։ Մարիամ Մագդաղենացի կոչվի որտեւ Մագդալա քաղաքեն էր ինք։ Ուրեմն Գալիլեո լիճին արևմտյան կողմը գտնվող քաղաք մներ Մագդալա եւ Մարիամ Մագդաղենացին ինքը հավատարիմ գտնվեցավ Հիսուսի մինչև մահ եւ հարություն։ Մարիամ Մագդաղենացին ինքը Սուրբ Մայրիկ Աստվածածին հետ Հիսուսի խաչին դակ ներկա էր եւ առաջին անձն էր որ տեսավ հարուցյալ Քրիստոսը։ Առաջին անձը։ Եվ ըստ ավանդության Մարիամ Մագդաղենացին էր որ Հիսուսի համբարձումեն հետ գնաց մինչև Հռոմ գայստին Հավգիտ դվավ եւ ըսավ Քրիստոս արյավի մերելոց, Հավգիտը որպես խորհրդանիշ կյանքի։ Ուրեմն Մարիամ Մագդաղենացին սիրելներ գիծած եղեք որ դարբեր անձներ կան ինչ որ կներկայացվի ընդհանրապես։ Երկրորդ գինը հաջորդ համարի մեջ կարտանք սիրելներ, երրորդ համարի մեջը գսե Հերովդեսի բալադին վերակացու Կուզայի գինը, Հովաննան, Ջովաննա, Շուշանը Սուսանն է այսինքն, ինչպես նաև շատ ուրիշներ, որոնք իրենց միջոցներով գոհոքային Հիսուսի պետքերը։ Ուրեմն երկրորդ գինը Հովաննան է։ Ով է Հովաննան։ Հովաննայի ամուսինը Կուզան, Հերովդես չորրորդաբեդի, Հերովդես Անդիբասի, այսինքն մեծն Հերովդեսի դղուն, որ բալադականներ, բալադականի քարտուղարներ, պատասխանատուներ, մենեջերներ, անոր գինն էր Հովաննան։ Ուրեմն կնշանակե որ Հիսուսի խոսքերը հասած էին մինչև ուր բալադական կյանք։ Այլ խոսքով Հովաննան հարուստի գին էր։ Չկարծեք որ հարուստները գոչված չեն Աստուծո արքայություն մտնելու։ Չկարծեք որ հարուստները գոչված չեն Աստուծո ծառայելու, ընդհակառակը։ Հարուստները գոչված են իրենց կյանքը նվիրաբերելու նաև Հիսուսին, իրենց ունեցածով, իրենց ծառայությամբ։ Ըստ ավանդության Մեկնիչները ոմանք նաև գսեն, որ այս Կուզան, Հովաննային ամուսինը, գրնալալ հետանոս այն հազարաբետներ, հարյուրաբետներ, որ Հիսուս իր զավակը բժշկեց հիվանդութենե, եւ երբ Հիսուս իր զավակը բժշկեց, ardոնեց իր գնոջ, որ երտա եւ Հիսուսի հետևի։ Սիրելիներ, այսքե պամնալ մեկնած գտեսնենք, որ ամուսինը Դերևս իր մաշտոնը չգործնցնելու համար հայտնամես Հիսուսի հետը չէր։ Բայց գինը Հիսուսի հետ էր։ Բայց ամուսինը արկել չէ լրար իր գնոջ։ Ոչ մեկ ամուսին իր գնոջ արկել բեք չէ լա եւ ոչ ալ ոչ է մեկին իր ամուսին արկել բեք չէ լա Աստուծո մոդենան։ Հաջախ կպատահի որ ընտանիքի մեջ մեկերնեն մեկը հավատացյալ է։ Երանի երկուքը ելա։ Բայց մեկերնեն մեկը գրնա մյուսին փրկության պատճառը։ Աղոթեցեք։ Եթե կան ամուսիններ, որոնք պատճառ կլան, արգել կլան ներողություն, որ գիներ չկան, եւ կամ ճիշտ հակառակը, կան գիներ, որոնք պատճառ կլան, որ ամուսիններ չկան, զարմանալի է, բայց իրավ է։ Աղոթեք, որ Աստված իրենց սիրտը կագուղցնե իր սիրով։ Հաջորդ անունը Շուշանն է, Շուշանի մասին Ոև մեկ ուրիշ դերեկություն չունենք սիրելներ, բարձաբես անունը այստեղ կհիշվի,
Եվ նաև այստեղ գսե ուրիշ գիներ։ Դժբախտաբար շատ գիներու անուններ չեն գիտեր։ Անոնց անունները թեև Ավիդարանի մեջ գրված չեն, բայց անոնց անունները գրված են ուր Գենաց գետի մեջ։ Այդ ուրիշ գիներեն օրինական Հակոբի եւ Հովսեփի մայրը Մարիամը եւ նաեւ Հակոբի եւ Հովանեսի մայրը Գեովան, Սողոմեն ներողություն, Սողոմեն Զեբեդյան, որ Հիսուսի հետ էին։ Եվ բազմաթիվ ուրիշ գիներ գրնալալ, որ այն գիներում, որոնց Հիսուս բժշկեց, օրինակ 12 տարի արմնահոսությունը տարաբող գինը, կամ այն գիներում զավակները, որոնց Հիսուս բժշկություն շնորհեց, անոնց մայրերը եկան Հիսուսի հետ ծառայելու։ Եվ ինչ կնեին, այստեղ գսե նայեցեք։ Շատ ուրիշ գիներ, որոնք իրենց միջոցներով գողոկային Հիսուսի պետքերը։ Իրենց միջոցներով։ Հիսուս գաշխադեր, դրամ գշահեր, Հիսուսի աշակերտները դրամ գշահեին, ցկած էին ամեն ինչ, ընտանիք, դեր, դուն, ամեն ինչ։ Բայց կանցանակ ունեին, Հիսուս և իր աշակերտները մեկ կանցանակ ունեին, և այդ կանցանակին պատասխանատունով է հութաներ, ապրին, այո, գարտացեք Հովանու 13-րդ գլուխը, այնտեղ պիտի տեսնեք, հութաներ, բայց ուրգեք ու կար այդ դրամը, այսպիսի գիներ, իրենք նվիրապերում գնեին, որբեսի Հիսուս և իր աշակերտները սնունդի մասին չմտահոգվեին, ո՞յ մեկ դժվարություն չունենային, ինչպես որ այսօր նվիրյալ մայրեր կան, նվիրյալ հարազատներ կան, նվիրյալ ծառաներ կան, որոնք հոգևոր հովիվներում ամեն իմաստով իրենց կյանքը նվիրապերեն, որբեսի ապրուստին օգան։ Աստված թողորտն է բոլորին։ Անցնիմ հաջորդ հատվածը, նախքան հատվածը մեկնելը, բարձաբես այս արգուզեմը սեր սիրելեր, նայեցեք, Հիսուս ո՞յ է մեկուն հացին գարոտ չեր։ Հիսուս սակայն ինք, որ հարուսն էր, գամավորապար ինքզինք աղկատացուց և ողորմություն ընդունեց։ Ողորմություն ընդունեց երկու պատճառով, որբեսի մարդոց սորվեցնե ողորմություն դալ, իսկ աղկատներուն, դնանքներուն, անգարողներուն սորվեցնե, որ ողորմությունը ընդունին և շնորհակալություն հայտնեն։ Սիրելի քույրեր եղբայրներ, մենք Հիսուսի ձեռքերն ենք։ Ամեն մեկս մեր կարողության չափով պետք է օգտակար լան ուրիշին։ Խոսքս նյութականի մասին չէ։ Եթե նյութականով գրնաս օգտակար լալ, նյութականով եղեր։ Եթե գրնաս մեկուն արցունքը չորցնել, մեկուն արցունքը չորցուր։ Եթե գրնաս մեկուն ծավերը մտի գնել և մխիտարել, մխիտարել։ Եթե գրնաս մեկուն ուրախություն պատճառել, ուրախացուր։ Եթե գրնաս մեկումը ժպիտ բերել, դեմքին ժպիտ բեր։ Այդ բոլորը ողորմություն ունել նշանակել։ Հիսուս որ անգարոտ էր, ո՞յ է մեկ բանի, բայց ինքզին գարոտ համարեց, որբեսի բոլորի սորվեցնե իրարու նկատմամբ ողորմություն ունել։ Եվ մենք, սիրելներ, ինչպես քիչ առաջ կսեի, դիրոջ մեզ եղած բարիքին դիմաց, որ մենք ոչինչ չրացենք, ինչ ալ անենք, հավատացենք, որ դակավին ոչինչ է։ Երախտակետը լանք Աստուծո, և մեր ամբողջ կյանքը նվիրենք Աստուծո թագավորության դարացման։ Աստուծո թագավորության դարացման։ Ինչ ձևով որ կրնակ դարացել։ Եվ խնդրեմ, ինչ ձևով որ։ Ձեր նյութական նվերներ կուտակ, որբեսի Աստուծո խոսքը դարացվի, դվեք։ Ո՞յ է մեկ ձև ունիք, որ գրնակ Աստծո խոսքը դարացել, կամ Աստծո թագավորություն դարացել, դիրոջ կովանիկա ընդունելի պատրակ։ Անցնենք հաջորդ հատվածը Սերնացանին արագը։ Նախ որ բացատրեմ ինչ կնշանակե արագ, հրաբան, ինչ կնշանակե արագ։ Արագը սիրելներ կարճ պատմություն է, հոգևոր ճշմարտությունը նյութական օրինակով պատմելու համար։ Հոգևոր ճշմարտությունը նյութական օրինակով պատմելու։ Հիսուս արագներով խոսեցավ Աստուծո արքայության մասին, դատաստանի մասին, Հիսուս խոսեցավ Աստուծո արքայության մանրամասնությանց մասին եւ այլն եւ այլն։ Եվ այս բոլորը Հիսուս խոսեցավ ինչով? Արագներով։ Արագները մարդոց վրա շատ ավելի կդպավորեն։ Հաճախ մարդոց գրնաս երկար
լավ դասախոսություն մտալ, բայց հանգարց մեկ հատ պատկերմը ցույց կտաս, կամ մեկ հատ պատմությունը կպատմես, այդ մարդը մեկ ժամվա դասախոսություն ամբողջովին կմոռնա, բայց պատմած պատմությունը չի մոռնա։ Ճիշտ է։ Հիսուս այդ ձևը օգտագործեց, որպեսզի մարդիկ հիշեին եւ մարդոց մտքի մեջ դպավորվեր այդ արագը, պատմությունը։ Դպավորվեր եւ անոր մասին մտածեին։ Անցնենք հաջորդ հատվածը, Սերմացանին արագը, 4 համար։ Երբ շատ քաղաքները մարդիկ սկսան հավաքվել իր շուրջ եւ խորը բազմությունը կազմվեցավ, Հիսուս հետեւյալ արագը պատմեց։ Նայեցեք, Հիսուս քաղաքի քաղաք եւ գյուղի գյուղ գայցել մարդիկ անհամբեր էին, գուզեին Հիսուսը տեսնել։ Սկսան իրենք Հիսուսի երթալ։ Ադորամար գսե շատ քաղաքները մարդիկ սկսան հավաքվել իր շուրջ եւ խորը բազմությունը կազմել։ Ժողովարանի թեմները փակվեցավ Հիսուսի դիմաց, բայց մարդիկ Հիսուսի կացին։ Գնալա որ մարդիկ հալածեն մեզ, նեղության մատնեն, եկեղեցու դռներ մեր դիմացը փակեն, կարևոր չէ։ Երբ որ Աստծո հոգին գա, երբ որ Աստծո հոգի ունես, երբ որ ճշմարիտ խոսք ունես, մարդիկ պիտի գան։ Ինչու՞։ Որովհետև ամենքս ծարավ են ճշմարտությունը լսելու։ Ամենքս։ Եվ հավասիկ Հիսուս որ մինչ այդ պիտի այցելեր, մարդիկ այցելեցին իրեն։ Այս ինչ կնշանակե։ Սիրելի քույր եղբայրներ, կնշանակե, որ երբեմն Հիսուսին կայցել է մեզի, երբեմն նաև մենք պետք է այցելենք իրեն։ Գուզենք որ Հիսուս մեր դուներ այցել է։ Այո, չէ՞։ Կամ մեկը որ չուզեր։ Մենք չենք ուզել որ Աստված մեր դուն այցել է, օրհնություն բերե, անպայման։ Աստված ալ ուզե որ մենք իր դունը այցելենք։ Գիրակի օրերը մի նստիկ ձեր դուները։ Եկեղեցի կացեք։ Աստծո դունը այցելեցեք։ Մի ասեք որ ես դանս մեջ ալ գաղոթեմ։ Այո, դանդ մեջ աղոթ է, անպայման, շատ կարևոր է։ Առանցնագի աղոթքը կարևոր է, բայց նաև հավաքական աղոթքի դերը կարևոր է, որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Իսկ դու եւ ես եւ ամենքս Քրիստոսի մարմնի անդամներն ենք, եւ այդ անդամները պետք է Աստծո դան մեջ ներկա լինեն։ Մի ծուլանակ։ Աստծո դունը դիմեցեք։ Քրիստոսի սուրբ մարմինով եւ արյունով հաղորդվեցեք։ Օրերը կչարանան սիրելներ։ Օրերը կչարանան, որովհետև սով կդիրե։ Եվ վաղը ձեր զավակներու մեջ Աստված երուն է, ձեր տորնիկներու մեջ այդ սովը սկալի մի դառնա։ Անիկը հացի սովը չէ։ Ձեր զավակները ձեր դուներու մեջ շատ ջաշեր ունին։ Նույնիսկ ընտրություն ունին այս ջաշը ուտելու կամ չուտելու։ Այդ մեծ սով մգա, Աստծո խոսքի սովը։ Եթե անիկա ձեր զավակներու տորներու մեջ մտնե, վայ եկեղե, ինչ բանը պիտի կշտացնես իրենք։ Ես կհիշեմ, եւ որ մենք մանուկ էինք, մեկ հատ խաղալիք ունեինք, որ մենք մեր ցերկով սարկած էինք, շինած էինք։ Այդ խաղալիքի վրա կկուրկուրայինք։ Վայ եկեղե, որ մեկը թփտար այդ խաղալիքին։ Տակավին մեծ տարիքով մայրերուն հայրերուն ժամանակ ավելի ուրիշ նվասմաներ գային։ Իսկ հիմա մեր զավակները, նոր սերունդի զավակները ամեն ինչ ունին, ամեն ինչ։ 10 տարեկան ծակուկները ամեն մեկ իր ցերկի վրա սելֆոն ունի, տելեֆոն ունի, որ ամբողջ աշխարհ ադոր մեջն է, բայց տակավին կողք չեն։ Ինչու կողք չեն։ Չեն գիտեր ինչ բան իրենց պիտի կողացնեն։ Ամեն ինչի մեջ սանսուրիտ կսկան, ամեն ինչի մեջ boring, it's boring, ամեն ինչ, չեմ գիտեր ինչն է որ գլեցնե իրենց կյանքը։ Ադորամար եթե ձեր զավակներուն սիրտերը չլեցնեք Աստծո խոսքով, ավելի պիտի ցանցրանան։ Ուրեմն Հիսուս եւ որ տեսավ հսկա բազմությունը, արագ սկսավ պատմել սիրելիներ։ Արագին իմաստը այն է որ Հիսուս ճշմարտությունը գուզե սորվեցնել այն մարդոց, որոնց սիրտը բաց է։ Իսկ այդ արագը գրնա ծածկել ճշմարտությունը այն մարդոց, որոնց սիրտը փակ է։
Ովքեր կրնան հասկանալ Հիսուսի պատմած առակը, անոնք, որոնք բաց սիրտ ունին։ Չի բավեր միայն բաց ականջ ունենալ, այլ պետք է բաց սիրտ ունենալ։ Որովհետև եթե բաց ականջ ունիս, գրնալա որ ականջիդ մեկ կողմը մտնե, մյուս կողմեն է դուրս ելնե։ Բաց սիրտ պիտի ունենաս, որ Աստծո խոսքը մեջը ծանվի եւ բդրավորվի, ինչ որ Հիսուս հիմա պիտի պատմե սերմնացանին արակով։ 5-րդ համար։ Սերմնացանը սերմ ցանելու ելավ։ Սերմանած ադեն, սերմերեն ոմանք, ջամփուն եզերք ինգան ու ոտքի գողան եղան։ Եվ երդիքի թրջունները եկան գերան զանոք։ Հիսուս իր պատմությունները սիրելներ փիլիսոփայական կյանքի չէր արել, իր պատմությունները արակները գարներ ժողովրդի կյանք է։ Եվ երևակայեցիք 2000 տարիներ առաջ Բաղեստին փոխադրվին։ Բաղեստին մարդիկ մեծ մասը ժողովրդին ինչով կսպաղեր։ Հողագործությամբ։ Ուրեմն թերևս Հիսուս այդ ժողովուրդը, որ դիմաց կեցած էր, տեսավ դաշտի մեջ մարդիկ, որ հողագործություն կնեին։ Եվ անմիջապես այդ օրինակ արդելով ասավ. Սերմնացամը ելավ սերմ ցանելու։ Անցյալին ոչ մեքենաներ կային, ոչ տրակտորներ կային, որպեսզի ցանեին, ինչպես կցանեին։ Իրենց ուսին դոբրակ մգանցնեին, գաշի է, իրենց մանավանդ սերմնաց հողագործներուն ցերկերը ինչ կլան։ Մեծ ցեր կլան։ Իրենց փուրը գմցնեին ուրեմն այդ դոբրակի մեջ, սերմին դոբրակի մեջ, և ինչ կնեին, գնետեին, արատ կերվով, ոչ թե մեկ գծանեին, այլ գնետեին։ Եվ այդ նետած ադենը, ոմանք կսե Հիսուս, այդ սերմերեն ոմանք ինգան ուր։ Ջամփու եզերքը, որ ջամփուն եզերքը։ Գիտեք, որ բարդեսները սիրելներ, ընդհանրապես հսկա տարածություններ կունենան, բայց նաև բարդեսներուն անգյունները ու հետ որ հողագործները կգալեն, այդտեղը ցեխը գտապակնա, քանի որ չուր չի կա, քանի որ չի երգվիր, այդտեղը ինչ կդառնա, գոշ քարի մեզ կդառնա, չէ։ Ուրեմն այդ է որ այդ ջամփու մասին է որ խոսի, եւ ոչ թե այս ջամփաները, որ այսօր ասֆալտ են, չէ, այդ դաշտի ջամփաները, որ այլևս չորցած են, այդքան որ մարդ վրան կալած է, չէ հերգված, անոնք գոշտացած են, ուրեմն եւ որ գնետե սերմանողը, այդ հադիկները ոմանք ինան այդ ջամփուն վրա։ Եվ հանգարց ինչ կլա, թրջունները արիթի կսպասեն։ Ասիվ կդեսնեն սերմերը, որ ինգած են այդ ջամփուն վրա, ինչ կնեն, անմիջապես կիչնեն եւ գուդեն։ Ինչպես որ Ամերիկայի մեջ ընդհանրապես սերբդուղները ովքեր գուդեն, ըսկյուրները։ Այն ժամանակ թրջունները գուդեին։ Շատ լավ։ Երկրորդ, բացատրությունը հաջորդ մեկնաբանության մեջ պիտամ սիրելներ։ Հիմա բարձրապես կներկայացնեմ, որ պատկերացումը նրանք ինչպես էր տաշնային կյանքը։ 6-րդ համար, ուրիշներ ժայռոտ դեղին կան եւ երբ հուսան ամիջապես չորցան, քանի հողը խոնավ չէր։ Ուրեմն, տաշտերուն անգյունները ընդհանրապես կամ տաշտերու մեջ ալ քարեր գլային, ընդհանրապես հողագործները քարերը գաբակեն եւ ուր կտապեն, ձայրը, ինչա գնան ձայր կտանեն։ Ուրեմն երբ որ սերմանողը գնետե, այդ ծորենի հատիկները ոմանք գինան նաեւ այդ քարերուն վրա։ Այդ քարերուն վրա երբ որ գինան, քարերուն վրա քիչ հող կա։ Այդ հողին վրա երբ որ գինա, գսկսի աճի, որտեղ հող կա։ Եվ որ արևը գելե, տակությունը գուկա գսկսի աճի, բայց քանի որ արմատ չի գնարնել, քարի մեջ չի գնար մտնել, արևը ինչ կնե, գայրե, կչորցնե։ Հաջորդ համարը, 7-րդ համար, ոմանք ինգան փուշերու մեջ, եւ փուշերը միասին փուստելով խեղդեցին զավակ։ Գիտեք, որ դարձյալ տաշտերուն ծայրը փուշեր կար։ Ոմանք ինգան այդ փուշերու մեջ, այլ փուշերուն դեղը բարարդ հող է, լավ հող է, բայց փուշը ավելի արագ կաճի քան ծորենը։ Եվ որ փուշերը կաճին ծորենը հասի պիտի աճի, փուշերը ինչ կնեն, կխեղդեն։ Ադրամալ արդյուն չի տա։ Եվ վերջապես 8-րդ համար, իսկ ուրիշներ ալինգան լավ եւ բարարդ հողի մեջ եւ հարյուրաբադիկ բդուղ դվին։
Հարցում ցեզի։ Քանի տեսակ հողի մասին կխոսի այստեղ? 4։ Ուրեմն ջամփու վրա, ժայռի վրա, հուշերու մեջ, բարակ հողի մեջ։ Այս երեքը, առաջին երեքը ինչ եղան սերմերը, բարաբիկացին, չէ՞։ Մեկ հատը միայն բռնեց, համաձայն եք։ Ուրեմն կնշանակի, որ մեղքը ավելի շատ մարդ կորսնցուց, քան թե բրգեց։ Համաձայն եք։ Սկսակ ջարմիկությունն էլ չեք պատասխանել որ։ Ասկա ինչպես որ հայաստանցի մեր եղբայրներում քույրերն հարցնես, ինչպես ես, ոնց ես, ոչինչ ապե, ոչինչ։ Ոչինչը որ մեկն է, ինչ, լավ կամ ոչ։ Ոչինչ, կնայեք որ հասկացիր։ Հիմա դու գալ, լուր կգենակ որ, սիրելներ։ Այո, ճիշտ է որ կտեսնենք որ 3 մասերը գործվեցան, բայց իրականության մեջ սերմանողին մեծ ցանկը ինչի մեջ կինա։ Բարարտողի մեջ կինա։ Ուրեմն բրգվողները շատ պիտի ելան։ Այո, բարք Աստծո, բայց ըսկուշլան որ մենք չինանք այդ ջամփուն վրա, հուշի մեջ, ժայռի վրա։ Եվ Հիսուս կավարտի 8-րդ համարը գսե, ագանջ ունեցողը թող լսե։ Այս խոսքը քիչ մը աջայիբ խոսք է, չէ՞, զարմանալի։ Երևակայեցիք որ Հիսուսը ասե որ ով որ ագանջ ունի թող լսե։ Ամեն ագանջ ունի, ապրիկ, ամեն մարդ իր ագանջը պիտի բռնի, մեկ հատ բռնեցեք, նայեցեք ագանջ ունի։ Պիտի զարմանայի որ Հիսուս կսե ինչպես ագանջ ունեցողը թող լսե։ Խոսքը սիրելիներ Հիսուսի այս նյութական ագանջներու մասին չէ։ Որտեղ այս նյութական ագանջները այս աշխարհի մեջ շատ ցայներ իրենց մեջ կլսեն։ Շատ ցայներ։ Հիսուսի խոսքը ինչ ագանջի մասին է։ Ներսի ագանջի մասին, հոգի ագանջի մասին։ Այն ագանջի մասին, որ Աստուծո ցայնը պիտի լսես։ Ինչպես որ մանուկը իր մամային ցայնը երբեք չի շվարի։ Նոր ինձ Իլիան բամը ցույց տվա, որ մամաներ կանգնած են, բզիկներուն աչքերը կփակեն գոր, ու կան որ մամաներուն շոշափելու, դարբեր մամաներ են, մինչև որ շոշափելով բզիկը կգիտնա որ ասի իր մաման, եւ ոչ մեկ բզիկ չէ շվարած։ Ոչ մեկ բզիկ։ Ամեն մեկը իր մաման կդավ։ Այդ մանուկները, այնպես արսիրելի քույրեր եղբայրներ, մենք այս կյանքի մեջ երբեք Աստուծո ցայնը բեք չէ շփոթենք։ Բեք չէ շփոթենք ոչ մեկ ցայնի հետ։ Ոչ մեկ ցայնի։ Ոչ հարստության ցայնին հետ, ոչ երջանկության ցայնին հետ, ժամանակավոր երջանկություն, ոչ մեկ ցայնի հետ, ոչ Լաս Վեգասի մեքենաներու ցայնին հետ, ոչ մեկ ցայնի հետ։ Մեր հոգևոր ագանջները բաց միլան Աստուծո ցայնին։ Եվ որ իմ մայրս Լիբանանեն ինձ գերացայն է, կամ ես մամայիս կերացանեմ, եթե մամաս նույնիսկ գրիպը լա, ֆլուը լա, արբուխը լա, և ցայնը բղդորը լա, ուրիշ ցայնը լա, ես չեմ ասել, ներողություն դիգիր ով գլակ դուք, գիտեմ որ մայրս է, ինչու գիտեմ որ մայրս է, գիտեք, որտև մամայիս խոսակցությունը իմ հետս ուրիշ է, մամայիս պարաբաշար իմ հետս ուրիշ է, և որ արդեմ առաջին բարը մամաս պիտի ասե ինձի, Ջիգերը գերեր է մաման։ Ասիկա ինձի մեկը պիտի չս է ուրիշ։ Մայրս ինձի պիտի ասե։ Ասելիկս, որ ինչպես որ մայրն իր զավգին հետ իր անձնական պարաբաշար հարաբերություն ունի, մենք Աստուծո ցայնը երբեք չենք շփոթել, եթե մենք միշտ Աստուծո հավատարիմ ջամփու մեջ կանենք։ Եթե վարժը ըլլանք Աստուծո ցայնը լսելու, Հիսուս կսե Հովանու ավետարան 10-րդ գլխու մեջ։ Ես իմ ոչխարներս կճանչնամ եւ իրենք իմ ցայնս կճանչնան։ Իմ ցայնս կճանչնան։ Զարմանալի ասկարացած եմ ցեզի, եւ որ վանկի մեջն էին, հովիվներ գուկային իրենց հետ հարյուրավոր ոչխարներ։ Մենք բստիկ էինք, գտիդեինք, գսեինք, որ ոչխարներ իրարու կանցնեին, մեջի կմտնեին, գսեինք, որ հիմա ինչպես պիտի բաժնվին այս ոչխարները։ Հիմա հովիվները գրիվ պիտի ենեն։ Մեկը մյուսի հետ։ Հանգարց հովիվներ իրարու հետ խոսեր, խնդալե վերջ, ամեն մեկ հովիվ իր ցայնը գաներ, զարմանալի, ոչխարները կբաժնվեին, ամեն մեկ իր հովիվին հետևեն երտար։
ականջ ունեցողը թող լսե։ Աստուծո ցայնին վարժություն ունենալու համար պետք է ամեն օր Աստվածաշունչ կարդալ։ Աստուծո ցայնը լսելու համար ամեն օր պետք է աղոթենք։ Աստուծո ցայնը հասկանալու համար ամեն օր պետք է Հիսուսանման կյանք ապրենք։ Այդ է որ գրնանք, այդ ժամանակ է որ մենք ականջ կունենանք լսելու։ Նայեցեք սիրելիներ, փարիսեցիները, օրենքի ուսուցիչները, թեև երկու ականջ ունեին, բայց երբեք Աստուծո ցայնը չգիտան։ Թեև Աստվածաշունչը շատ լավ գիտեին, բայց երբեք Աստուծո հետ չհետևեցան, մերժեցին դեռ։ Ուրեմն անցնենք հաջորդ հատվածը 9-րդ համար։ Աշակերտները, ուրեմն Հիսուս այս արագը պատմեց որոնց դիմաց, բոլոր ժողովրդի դիմաց։ Աշակերտները հասկացան։ Եթե աշակերտները չհասկացան, ինչ կգործեք, ժողովուրդը հասկացավ։ Ոչ։ Բայց աշակերտները ցեվացուցին, որ իրենք հասկացած էին։ Այո, գլուխին շարժեցին։ Ինչպես որ հավատացյալները շատ մարդիկ երբեմն կարող մտիկներն գլուխին կշարժեն, բայց վերջ հարցնես որ իրենք ելանեն վերջ կսեն որ այս ինչ սկանչելի քարոզեր, այս ինչ սկանչելի խոսքեր, կարծես ինչ խոսեցավ, հավատաչելի չէր։ Հավատավոր չէ Միշել։ Սիրելիներ, իմ աշակերտներն ան գլուխին շարժեցին, այո։ Մեր վարպետն է խոսողը, մեր ուսուցիչը։ Բայց երբ որ առանցնագի մնացին, դուն դարձավ 9-րդ համար, աշակերտները Հիսուսի հարցուցին, թե ինչ է արագին իմաստը։ Ինչը սեր ուզես։ Հետևյալը ասեմ ցեզի։ Չգիտնալը ամոթ չէ, չսորվելը ամոթ։ Եթե մենք Հիսուսի գմոտենանք համը հասկանալու համար մեղք չունի։ Եթե Հիսուսի հարցակրուն կկատարենք, համը սորվելու համար մեղք չունի։ Բայց եթե Հիսուսի հարցակրուն կկատարենք, փորձելու համար զինք, անարգելու համար զինք, անևոր մեղք ունի։ Եվ ինչու համար են այս Սուրբ Գրոց սերտողությունները։ Սուրբ Գրոց սերտողությունները անոր համար են, որպեսզի մենք Աստծո խոսքը կարողանանք ավելի խորքային ձևով հասկանալ։ Առաջին Տիմոթեոսի նամակի մեջ Պողոս Արաքյալը գսե 2-րդ գլուխ 4-րդ համար, որ Աստված գուզե ամեն մարդ Աստված գիտության հասնի եւ բրգվի, ամեն մարդ։ Բայց ովքեր միայն պիտի բրգվին, Հիսուս նայեցեք հիմա ինչ գսե հաջորդ համարը։ Հիսուս պատասխանեց. Դուք պետք է գիտնաք Աստուծո արքայության գաղտնիքները, բայց ուրիշներուն արակներով կհայտնվի, այնպես որ նային, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան։ Հիսուս բաբա չհասկացան, նորեն ասեմ էսի։ Նային, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան։ Ցեզի գսե Հիսուս դրված է գիտնալ Աստուծո արքայության գաղտնիքները, բայց անոնց դուրսիներուն ոչ։ Ինչ ցել ուզե, բացատրեմ։ Հիսուս իր ընտանիք ունի։ Եվ Հիսուսի ընտանիքը ովքեր են։ Մենք ենք, այո, անցյալին առաքյալները, այս գիները, 70 աշակերտները, բոլոր անոնք, որոնք ճշմարիտ հավատացյալներ են եւ այսօր մենք։ Մեզի դրված է Աստուծո արքայության գաղտնիքները հասկանալ։ Ինչ կնշանակե գաղտնիք։ Որովհետեւ ով սա ապրիս։ Շատ լավ։ Ուրեմն, որովհետեւ սիրելիներ, այսօր մարդիկ կանգնեն, որ եկեղեցին գաղտնիք բահած է, մարդոց չի հայտներ։ Ցեզ հետևյալս է։ Այն եկեղեցին, որ գաղտնիք կբահե, անիկա ճշմարիտ եկեղեցի չէ։ Պաստորը, աղանդավորները բոլոր իրենց մեջ ինչ կբահեն, գաղտնիք, կսեն, որ մեզի կակ կսորվեցնեն։ Մինչև քրիստոնեական եկեղեցին գաղտնիք չունի։ Այնինչ որ գաղտնիք էր մինչև Հիսուսին գալը, բոլոր մարգարեներուն Հիսուսով հայտնվեցավ։ Եվ ինչ կնշանակե գաղտնիք, գաղտնիք կնշանակե խորհուրդ, երկնային խորհուրդ։ Օրինակ, ոչ հավատացյալները, ոչ քրիստոնյաները գրնան հասկանալ ինչ կնշանակե գիրակի օրը, բادرակի ընթացքին մասը նշխարը Քրիստոսի մարմնի վերածվի եւ քինին Քրիստոսի արյունին։ Գրնան հասկանալ։ Ոչ։ Հասկանալ գրնան հասկանալ միայն Քրիստոսի ընտանիքի անդամները։ Գրնա հասկանալ ոչ հավատացյալը, որ գույսը պիտի հղանա եւ զավակ ծնի։
Գրնաս գնալ, ոչ։ Ասիկան երկնային գաղտնիք է, Աստուծո արքայության գաղտնիքներն է, որ գդրվի անոնց, որոնք Քրիստոսի մաս կգազմեն, ընտանիքի մաս կգազմեն։ Ինչպես որ ամեն մեկ ընտանիք իր գաղտնիք ունի։ Մամաները, բաբաները իրենց զավակներուն գսեն դրաս, ասիկա մեր ընտանիքի գաղտնիքն է, մեկում բան չսես։ Հիսուս կսե, դուք ցեզի դրված եք գիտնալ Աստծո արքայություն, բայց անոնց ոչ։ Ովքեր են անոնք, փարիսեցիներն էին, հրեաներն էին, հրեա ղեկավարներն էին, գերձավորներն էին։ Երևակայեցեք, որ իրենք գրոնավոր էին, իրենք որ Աստվածաշունչը լավ գիտեին, Հիսուս կսե անոնց դրված չեք գիտնալը, ցեզի դրված է։ Այնինչ որ մարգարեները փափակեցան տեսնել, լսել, բայց ցեզի դրվեցավ։ Եվ Հիսուս Եսայի մարգարեի 6-րդ գլուխը գմեջբեր է 8-9 համարներ գսե տեսնելով պիտի տեսնեմ, բայց պիտի չտեսնեմ, լսելով պիտի լսեմ, բայց պիտի չհասկանամ։ Տեսնել, լսել, հասկանալ։ Նայելը ուրիշ բան է սիրելիներ, այստեղ նայեցեք գսե պիտի նայի, բայց պիտի չտեսնեմ։ Նայելը ուրիշ բան է, տեսնել ուրիշ բան է։ Նայելը ընդհանուր կերպով գնայից, բայց տեսնելը տապանցել կնշանակի։ Լսելը ուրիշ բան է, հասկանալը ուրիշ բան է։ Լսելը ագանչով է, բայց հասկանալը սրտով է, մտքով է։ Այլ խոսքով Աստուծո խոսքը սիրելիներ ոչ թե գփակվի մարդոց դիմաց, այլ մարդիկ իրենք է որ իրենց ագանչները, իրենց սիրտերը, հոգիները գփակեն Աստուծո դիմաց։ Ոչ թե Աստված չուզեր հայտնել մարդուն, այլ մարդը չուզեր որ իրեն հայտնվի Աստուծո հայտնածը։ Ադորամար է, որ այստեղ գսե Հիսուս, նայելով, պիտի նային, բայց պիտի չտեսնեն, պիտի լսեն, բայց պիտի չհասկանան։ Ավելի չեմ ուզեր այստեղ երկարել, անցնիմ հաջորդ համար։ Հիմա Հիսուս կբացատրե արագին իմաստը։ Արագին իմաստը հետևյալը։ Սերմը Աստուծո խոսքն է։ Հետևյալը։ Ով է սերմացանը։ Հիսուս է։ Հիսուս ինք սերմացանն է։ Քանի որ խոսքն ալ ինչն է, սերմն է, Աստուծո սերմն է։ Հարցում ցեզի։ Հիսուս Աստուծո ինչն է, խոսքն է։ Ուրեմն թե սերմանողը, թե սերմանվողը ով է Քրիստոս։ Քանի որ Հիսուս ինքը սերմանողն է, եւ քանի որ Հիսուս միայն ժամանակ Աստուծո խոսքն է, ուրեմն թե սերմանողը, եթե սերմանվողը ինքն է։ Եվ անորամար է, որ սիրելիներ Հիսուս միայն Աստուծո արքայության մասին չխոսեցավ, Հիսուս ինք արքայությունն է։ Հիսուս միայն Աստուծո արքայության դրան մասին չխոսեցավ, այլ ինքն է թուրը։ Հիսուս միայն ճշմարտության մասին չխոսեցավ, այլ հայտարարեց, որ ինքն է ճշմարտությունը։ Հիսուս միայն հավիտենական կյանքի մասին չխոսեցավ, այլ ասավ ես եմ կյանքը։ Հիսուս միայն հարության մասին չխոսեցավ, այլ ասավ ես եմ հարությունը։ Ինքն է մարմնավորումը։ Եվ գսե Հիսուս սերմը Աստուծո խոսքն է։ Սերմանողը ուրեմն Հիսուս է։ Ինչ կգործեք։ Թաշտը ինչ է։ Թաշտը մենք ենք։ Մեզ մեր յուրաքանչյուրը, մեր սիրտը թաշտն է։ Հիմա հարցում ցեզի։ Սերմը, որ Հիսուս կցանե սերմանողը, ամեն մեկ թաշտի մեջ դարբեր սերմն է, որ կցանե։ Ոչ։ Նույն սերմն է, բայց նույն թաշտը չէ։ Նույն սերմն է, բայց նույն թաշտը չէ։ Այսինքն Աստուծո խոսքը սիրելիներ բոլորին հավասար է, բոլորին։ Գրոնավորներում ուրիշ խոսք չկա, աշխարհականներում ուրիշ խոսք չկա, գիներում ուրիշ խոսք չկա, դրամարտոց ուրիշ խոսք չկա, այլ բոլորին նույնն է Աստծո խոսքն է, բայց մարդոց սիրտն է որ տարբեր է։ Եվ հիմա հաջորդ համար 13-րդ համար Հիսուս կսե Ջամփուն եզերքը գտնվող հողը պատկերն է այն մարդոց, ասին չէ առաջինը որ հողը ոչնացած է, տանցացած է։ Հիսուս կսե պատկերն է այն մարդոց, որոնք գլսեն, սակայն սատանան կալով անոնց սիրտեն կհանե Աստուծո խոսքը, որպեսզի չհավատան եւ չփրկվին։ Հիմա մարդոց կողմէ գեցվածքը եւ վերաբերմունքը Աստուծո խոսքի նկատմամբ հայտնի պիտի դարձնե իրենց որ հողի մեջ ինալով։ Աստուծո խոսքը ինչ հողի մեջ կի։ Եթե Աստուծո խոսքը
մարդումը սիրտի մեջ կինա, եւ սակայն մարդուն սիրտը Աստուծո խոսքին դիմաց անդարբեր է, չոր է, Աստուծո խոսքը հոնդերը չի մտներ, չի խորանալ։ Շատ մարդիկ կան սիրելներ, որոնց Աստուծո խոսքը գխոսիս, հա ինքը, հա բադը նույնն է։ Մարդիկ կան ինքզինքը ջատեցուր, բադրե ինքզինքըտ, պամ ուզեր եմ բացադրել, այս կոմենգը մտնե, այս կոմենգը անցնի, երբեք մտիք չներ։ Ես գիտեմ, պանդարգյալ եղբայրներուն եմ որ գայցել եմ, ընդհանրապես մարդիկ կան, որոնք երբեք մտիք չեն ուներ։ Ինչ կխոսիս, ինչ ես խոսիր մտիք չեն ուներ, օրմը մեկ ինձ սավ, սավ սուր պապերը սավ, ինչու բարաբի ասկան գճարճարվես ինքզինքըտ, մեկը կես գվճար է, ասի չէ, ավիրի կեշի սավ, որոշած եմ մտիք չներ, ես այլ պատասխանեցի, որոշած եմ խոսիլ, որոդև Աստուծո խոսքը սիրելին է, բիդի ծամվի, անբայման բիդի ծամվի, սերմին դեղը ուր է հողին մեջ, Աստուծո խոսքին դեղնա մարդու սրդի մեջ է, պետք է Աստուծո խոսքը ծանել, անբայման ծանել, և այդ չորցած հողը գրնա բդուղ դալ սիրելներ, ոչ, բայց երբ գրնա բդուղ դալ, երբ որ հերգվի, երբ որ խնամվի այդ ժամանակ։ Եվ նայեցեք Հիսուս կեսը, երբ որ գինա սերմադոր սրդի մեջ, ով գուկա երգիկեն, տրճունը գուկա գարնի գուդեիր են։ Այստեղ Հիսուս բացադրության մեջ այդ տրճունը գահամեմադե որու հետ, սատանային հետ։ Սատանան գտրճի, այսինքն սատանան հանկից չներ։ Արույցի մեզ կմրնչա ամեն դեղ է, անկուն է, չի կնանալ։ Եվ նայեցեք սիրելներ, սատանան ինքը չի գնար մարդու մեջ մտնել մինչև որ մարդը ինք արին բանատիմացը։ Ինքը բացարտուրը, մարդը, և որ Աստուծո խոսքը մնիկ չրա։ Եվ որ Աստուծո խոսքը մնիկ չեսներ, գտարնալ սատանայի կերին, զոր։ Եվ ասիկա դժբախտաբար հաջախ կկատարվի։ Մարդիկ գրնանսեր, որ ես Աստուծո խոսքը չեմ ասկնալ, շատ լավ, չասկնալ մեղջունի սիրելի եղբայր և կույր, ադոր համար է, որ այս սերգողությունները կկատարվի։ Կարևորը, որ դու պատրաստ եղիր Աստուծո խոսքը մեջդ ընդունելու, ընդհանրապես սատանան սիրելներ մարդու հոգի ոչրակործն է։ Սատանան մարդու հոգի ոչրակործն է։ Անիկա ամեն ինչ կփորձե, որպեսզի մարդու մեջը մտնե, որպեսզի մարդոց սիրտը գրավե։ Անհասկացող միտքը գույր հոգի է։ Չի տեսներ բացարձակ երբով։ Հաջախ օրինակ մտերեմ ցեզի։ Ամեն տարի Ամերիկայի մեջ դոմը գա որ չեմ սիրել ես, եւ այդ դոնին օրն էր, որ ինձ այս երկրին դուրս վրընդեցին, Հալոուինի դոնը։ Հոկտեմբեր 31-ին։ Այդ օր ինձ դուրս վրընդեցին երկրին, բայց Աստված ինձ հետ բերավ։ Սիրելներ, մարդիկ կամ մայրեր կան ասեն, որ ուսուցիչներ ալ, դժբախտաբար, դպրոցներում մեջ ալ։ Մեր հայ դպրոցներում մեջ։ Մասնավոր բանը չկա։ It's fun։ Բզիկները ուրախանան։ Եվ անորոմար Հալոուինի հագուստներ, Հալոուինի մուվիներ եւ այլն, բայց չեն գիտեր որ իրեն զավակներուն սատանայի աստեցության դակ է որ գտնեն։ Օրինակ, եթե Հիսուսին մուվին ցույց պիտի դաս, գսեմ որ violence է, վայրակ է աս մուվին, մեր զավակներուն սիրտը չի կիմանա։ Բայց Հալոուինի մուվիլան է, վնաս չէ, սպամունքի համար է։ Սատանան մարդոց սիրտը գրաված է։ Զանազան այսպես կոչված ֆան նկատված բաներով, ուրախություն։ Բայց ես կուշ եմ սիրելիներ, որովհետև սատանան գուկա և նկողնա մարդու սրտի մեջ ծամված է։ 13-րդ համար։ Ժայռոտ հողը նմանություն է անոնց, որոնք երբ կլսեն Աստուծո խոսքը, ուրախությամբ կընդունին։ Ուրախությամբ կընդունին, այո։ Սակայն ասոնք արմատ չունին, այսինքն ժամանակվա համար գավադան և գործության ժամանակ կերանա։ Ուրեմն սիրելներ, ինչպես որ ժայռի վրա և որ սերմը գինա, շուտ գաջի, բայց կանի որ արմատ չի գրնար դեդել, գչորնա, արևը և որ ելե, արևը գխորտանշ է այս դրվակի մեջ փորձությունը։
Արևը փորձությունն է։ Ինչպես որ արևը գրնա աճեցնել սերմը, եթե բարարդ հողի մեջն է, եւ գրնա չորցնել սերմը, եթե ժայռի վրա է, այնպես էլ փորձությունը, կյանքի փորձությունը գրնա շատ հավատացյալներու հավատքի մեջ ավելի զորացնել, իսկ գրնա շատ հավատացյալներու իրենց հավատքեն շեղել։ Ինչպիսի հավատացյալ ես դու, սիրելի քույր եւ եղբայր, փորձության դիմաց։ Ամուր, փորձության դակ ընջվող, փորձութենեն դժգոհ եւ Աստուծոթեմ ելող, թե ոչ փորձությունը նկատել որպես քո հավատքի ամրապնդման, քեզ խոնարհեցման, որպես լավագույն արին, որպեսզի Տիրոջ ցերքին տակ բարձրանաս, ավելի հզորանաս։ Ինչպես որ ոսկին գրագի մեջ են անցնելով է որ գփայլի, այնպես էլ հավատացյալը փորձությանց մեջ են անցնելով է որ գփայլի կզորանա։ Հիսուս կսե այն հավատացյալները, որոնք ուրախությամբ կլսեն այո, ուրախանան Աստծո խոսքին, բայց փորձության դիմացը դգարանալով գերանալ։ Եվ որ կտեսնեմ, որ այլևս քրիստոնեությունը դարաբանք է, կսեն ես վեճ չունիմ քրիստոնեության։ Հաջորդ համարը, 14 համարը, փուշերով ծածկված հողը կնմանի այն մարդոց, որոնք Աստուծո խոսքը կլսեն, սակայն երկրավոր կյանքի հոգերը, հարստությունը եւ հաճույքները, որոնցով կապրին, կխեղդեն իրենց մեջ ընկած սերմեր եւ անբդուր կդառնան։ Հիշեցեք սիրելիներ, մեծահարուստ երիտասարդը երբ որ եկավ, Հիսուս սիրեց մեծահարուստ երիտասարդը։ Եվ ասավ, դեր ինչ կրնա մներ որ արքայությունը ժառանգեմ, Հիսուսա պատվիրանները բայեն։ Ասա մանկութենես իվեր բայեն եմ դեր, Հիսուսա ուրեմն կնա ունեցածը աղքատներում բաժնետվես սեգուր։ Չուզեց։ Սիրտը կապած էր ինչին, այս աշխարհին, իր հարստության։ Ուրեմն այս փուշերու մեջ ընկածները ինչ են սիրելիներ։ Փուշերուն դեղը բարարդ հող է, բայց փուշերը որև ավելի շուտ կաջին կխեղդեն, ասի ինչի կնմանի, կնմանի այն մարդոց, որոնք թե Աստված կսիրեն, թե աշխարհը կսիրեն, եւ ուզեն երկուքը իրարու հաշտեցնել, այդ չես կրնա։ Մարդ չի կրնար երկու դերերուն ծառայել, որովհետեւ աշխարհը ավելի շուտ մեջտեղ գնել է, եւ սիրտը պիտի կապես այդ աշխարհին։ Ադորամար է որ Հիսուս կսե, որ այս մարդիկը հոգսերը, աշխարհի հոգսերը, հարստությունը, հաճույքը, եւ ասեմ, ոչ թե հարստությունը ինքը մեղք է, այլ հարստության հանդեպ ունեցած հմայքը, կապվածությունը, ոչ թե դրամը մեղք է, այլ դրամասիրությունն է մեղքը, ոչ թե աշխարհն է մեղքը, այլ աշխարհասիրությունն է մեղքը։ Ատկե է որ Աստված մեզ գերացնե, ատկե է որ Աստված մեզ ուզել սորվեցնել, որ մենք աշխարհի մեջ ապրենք, բայց աշխարհեն չլանք։ Եվ վերջին 15-րդ համարը գսե իսկ բարարդ հողը կնմանի այն մարդոց, որոնք բարի եւ ուրախ սիրտով կլսեն Աստծո խոսքը ու կընդունին զայն։ Մյուսներն լսեցին, բայց չընդունեցին։ Բարարդ հողի մեջ ընկած սերմը կընդունի Աստծո խոսքը եւ հարաբերելով բդուղ կուտա։ Սիրելի քույրեր եղբայրներ, խանդաբանությամբ սկսած գործը հաջողություն չի գտներ։ Ինչպես որ խանդաբար գուզես մարզան կնել, քանի որ գնես եւ որ մգաներ կծավին այլևս կմոռնաս։ Երբ գործը մգաչողի, եւ որ գործը հարադեվություն կունենա։ Այնպես էլ հավատացյալ մարդիկը, անոնք որոնք ասեն ես Քրիստոսի գավադամ, անիկա չի բրգեր սիրեն։ Հարադեվությունն է, մինչև վերջ մնալն է որ սիրեն կբրգեր։ Օրմը սատանան գտեսնե իր հրեշտակները մեկը, թևերեն մեկը, որ դասնյակ հազարավոր մարդոց մեղքի առաջնորդած է, ուրախանա, գգանչի այս թևին սատանան և գսե, ով թև, ապրիստուն, գտեսնե որ տուն դասնյակ հազարավոր մարդոց մեղքի առաջնորդած ես, ինչ ըրած ես, որ իրենց դուրս բերած ես, հավատքեն, թևը գսե, ով սատանա իշխան, ես մարդոց գկարոզեմ, որ Հիսուսի հավատան, աբաշխարեն, Աստուծո խոսքը գարտան։ Սատանան զարմացած կսե, ինչպես։ Իրենց կկարոզես, որ աբաշխարեն Հիսուսի հավատան, գսե այո, բայց միշտ կսեմ, ոչ այսօր, վաղ։ Ոչ այսօր, վաղ։ Այն որ իր հավատքը, այն որ իր բրգությունը գեդացկրվի վաղվան,
օրը կգա, որ այդ վաղը չի գա։ Ինչպես որ երբեմն խանութներում մեջ գրված կլա, այսօր գանխիկ, վաղը ապարիկ։ Այսին այսօր գանխա գվճարես, վաղը բարկով գարնես։ Վաղը գուկաս, որ բարկով արնես, որեն կգարտաս։ Այսօր գանխիկ, վաղը ապարիկ։ Սատանան այդպես է, քեզի ամեն անգամ գսե, որ վաղը գավ աշխարհես։ Ինչպես որ գսենք, վաղը դայեթի կսկսին։ Ըսկուշը նանք սիրելներ, որ հանգարց չեդացկենք մեր հոգևոր բռնությունը։ Սիրելի քույրեր եղբայրներ, այսօր եւ դու երթակ մտածեցեք, ինչ տեսակ հող ենք, ինչ տեսակ։ Երբեմն նույնիսկ բարարդ հող եղող անձը այսպիսի փորձությունները կանցնի։ Հուշերու մեջ կինա երբեմն, շայրի վրա կգտնվի երբեմն։ Ըսկուշը լանք, մինչև մեր կյանքի վերջ, բերք է բարարդ հողը լանք, որպես Աստուծո խոսքը իր արդյունքը եւ իր զորությունը դա։ Այժմ եւ միշտ եւ ավիդյան սամդենից։ Խոնարհենք եւ աղոթենք սիրելի։ Անհոր եւ որդվո եւ որդվույն սրբո ամեն։ Ով դե մեր Աստվածը։ Եվ գրբակելով գողություն գայտնենք քեզի այս օրը խաղաղությամբ անցնելու համար։ Շնորհեմ եզի դեր, գաղաչենք քեզի, որ այս երեկոն եւ հարաճակա գիշերը առանց մեղքի եւ առանց կայքակության անցնի։ Միշտ հաստատում մնալով հավատքի, հույսի, սիրո եւ քու պատվիրանների մեջ։ Խնդրելով խաղաղություն ամբողջ աշխարհին։ Քու սուրբ եկեղեցիդ անսասանություն եւ մեր անձերում բռնություն։ Եվ քեզի գվայրեն փառքը, իշխանություն ու բադիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։
զորություն եւ բարք Հավիդյանը Սավինևից ամեն օրնյալ եղերուի շնորհացը սրբողույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցիեն ձեզ ընդ ամենեսյանը Ամեն